Հոր տված 3 խրատը։ Ժամանակին լինում է չի լինում մի մարդ, ունենում է մի մինուճար տղա։ Այդ մարդը շատ էր ծերացել, հայ-հայը գնացել, վայ-վայն էր մնացել։ Սա ուզում է, քանի ողջ ու կենդանի է, տղային մի արհեստի տա, գուցե իրենից հետո մի կտոր հացի տեր դառնա, գլուխը պահի։ Բայց արի տես, խեղճ հայրը ինչ բանի դնում է, ինչ արհեստի տալիս, բան չի դուրս գալիս, ոչ մի տեղ էլ չի մնում, թողնում է պարապ-սարապ ընկնում փողոցները, ման գալիս։ Ջանդամը գյոր, ասում է հայրը, արի դուքան դնեմ, տեսնեմ, գուցե այնտեղ նստում է, բերում է տղային խանութում դնում, անց է կենում մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, 6 ամիս, մի տարի, այս մարդը հանկարծ հիվանդանում է, տեղով բարձով թեք ընկնում, կանչում է տղային, այ որդի, ասում է, տեսնում ես, հրես մեռնում եմ, ինձնից հետո ինչ պիտի անես, դեռ ջահել ես, աշխարհի խերն ու շառը չես իմանում, որդի, ասում է, քեզ ուզում եմ 3 խրատ տալ, կլսես դու գիտես, չես լսի, էլի դու գիտես, մեղքն ու վարձքը քո շլինքը, այ հեր, ասում է տղան, կլսեմ, խի չեմ լսի, այ որդի, ասում է, որտեղ լնես, ինչ բանի էլ որ ծառայես, հենց որ ժամի ձենը լսեցիր, ձեռիդ ինչ վռած բան լինի թող, գնաս ժամ, աղոտ քարա, էս մին։ Մարդ է, որդի, կպատահի ճամփա կգնաս, որ վարար ջուր գա, առանց ծանոթ մարդի չմտնես, անց կենաս։ Մի քանի օր էլ ետ ընկի, բան չկա, մինչև սրան նրան հարցնես, հարցուփորձ անես, մարդ գտնես, գա քեզ անփորձանք անցկացնի, էս էլ 2, վրա 3-ն էլ, որդի, ինձանից քեզ խրատ, գիշերը իսկի ճամփա չգնաս, հենց որտեղ մտնեց, վեր արի, կաց մինչև լուսանա, մի ասի, թե այսինչ գեղը մոտիկ է, գնամ հասնեմ, չէ։ Հրես, էս է իմ 3 խրատը, սրանից դենը դու գիտես, կլնես, դու գիտես, չես լսի, էլի դու գիտես, մեղքն ու վարձքը քո շլինքը, ասում է ու հոգին տալիս, տղան տանում է հորը առոք-փառոք, ոնց որ կարգն է թաղում, թողնում գալիս տուն։ Անց է կենում էսենց մի շաբաթ, 2 շաբաթ, օրեն մի օր էս տղայի ընկերները, որ իր նման առևտրական էին, ճամփի պատրաստություն են տեսնում, ասում են, գնանք Թիֆլիս ապրանքի, դուքանի համար ճոտ-մոտ առնենք, բերենք։ Այդ տղան էս որ իմանում է, միտք է անում, ինքն էլ հետները վեր կենա գնա, համ աշխարհ տեսնի, համ էլ նոր ապրանք բերի, խանութը լցնի, ծախի։ Գալիս է ընկերներին ասում, ես էլ եմ ուզում գամ ապրանքի, չեք տանի։ Գալիս ես արի, ասում են, խի չենք տանի։ Երբ եք ճամփա ընկնում, հարցնում եմ, այսինչ օրը, ասում են, լավ։ Այս տղան ճամփի պատրաստություն է տեսնում, մի ամսվա պաշար վերցնում, քոչ ու բարխանա անում, ընկերների հետ վեր կենում, ընկնում ճամփա, դեպի Թիֆլիս։ Գալիս են գալիս, հասնում են Թիֆլիս։ Այստեղ ամեն մարդ իր առուտուրն անում է, պրծնում, հետո բոլորը վեր են կենում, բեռները կապոտում, քոչ ու բարխանա անում, քրեր դարներ բռնում, ետ դառնում գալիս իրենց երկիրը։ Բոլորից վերջը մնում է այդ տղան։ Դա էլ որ իր առևտուրն անում է պրծնում, ինչ որ խանութի համար պետք էր, առնում է գնում, քրեր դարներ կանչում։ Գալիս են նրա ապրանքը բարձում ձիերին, հենց որ լույսը բացվում է, ընկնում են ճամփա։ Գալիս են մի օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ, ճամփի մի վարար ջրի են հանդիպում, այնքան վարար, հենց իմանաս հետո այրուն էր բերում։ Խեղճերը մնացել էին գլխների վրա շիվարած, չէին իմանում ինչ անեն, ինչ չանեն, ոչ ջուրն անց կենան։ Քրեր դարներն ուզում են անց կենան այն կողմը, տղան չի թողնում, հոր խրատը միտն է բերում, թե վարար ջուր գալիս, առանց ծանոթ մարդու չանց կենաս։ Չէ ախպեր, ասում է տղան, այստեղ բեռները վեր դրեք, գնանք հարցուփորձ անենք, գուցե մի ծանոթ մարդ գտնենք, գա մեզ անփորձանք գետն անցկացնի։ Քրեդարներից մեկն այն կողմից ինքն իրեն պարծենում է։ Ինչ կա, ասում է, տնաշեններ, որ այդքան վախենում եք, այս տեսակ պուճուր մարման ջրից էլ մարդ վախենա։ Ուզում եք առաջ ես ջուրը մտնեմ, հետո դուք, ասում է ու ձին քշում, ջուրը մտնելն ու կորչելը մեկ է լինում։ Հարայ, մադատ, խեղտվեցի, հասեք, ձեր է տալիս այդ քրեդարը, համայելուր, բանը բանից անց էր կացել։ Ընկերները ինչ անում, չեն կարողանում օգնության հասնել։ Իրեն էլ, իր ձիուն էլ ջուրը վերցնում քշում տանում է։ Դե հիմի արի տես,
Այն մեկերները ոնց են ուրախանում, որ տղայի խոսքին ականջարին, ջուրը չմտան, թե չէ պիտի խեղդվեին։ Նոր է տղան ձին նստում է, քշում գնում մոտիկ գյուղերը, սրան, նրան հարցուփորձ անում, մի ծանոթ մարդ է գտնում բերում, լավ նվերներ, շատ փող խոստանում, որ իրենց գետն անցկացնի, հանի այն կողմը։ Այդ մարդը դե ջրի ծանծաղ տեղերը գիտեր, ոնց որ 5 մատը, ձին նստում ընկնում է առաջ, ողջ առողջ դրանց ջուրն անցկացնում, թողնում գնում իր բանին։ Թիֆլիսից որ նոր էին դուրս եկել, այդ տղային ճամփի մի վաճառական է հանդիպում։ Այս վաճառականը իր առևտուրն արել գնում էր Գյանջա։ Այդ տղի խելքն ու շնորհքը որ տեսնում է, շատ է հավանում։ Տղա, հարցնում է վաճառականը, որտի անցի ես։ Այս ինչ գեղից եմ, ասում է տղան։ Ինձ հետ ընկեր չես ըլնի։ Խիչ եմ ըլնի, ասում է։ Համա հերս մեռնելից ինձ խրատ է տվել, չեմ իմանում, դու էլ համաձայն կլնես, թե չէ։ Ինչ խրատ է, ասա տեսնեմ, թե ինձ խեր է, ձեռ կտա, ինչ պիտի ասեմ, որ համաձայն չլինեմ։ Որտեղ ըլնեմ, ասում է տղան, ինչքան վրազ բան էլ ըլնի ձեռիս, հենց որ ժամի զանգը տվին, պիտի վեր գցեմ, թողնեմ գնամ ժամ, աղոտ քանեմ։ Էս մին։ Ճամփա գնալիս, ասում է, որտեղ մտնի, այնտեղ պիտի վեր գամ, կենամ մինչև լուսանա։ Էս երկու։ Վրա երեքն էլ որ, ասում է, վարար ջուր աստ գալիս, առանց ծանոթ մարդի չանցկենամ, ոնց որ դու քո աչքովը տեսար։ Տնաշեն, ասում է վաճառականը, բան գիտես, բան ասա, թե չէ տեսակ խելոք խրատներին ով չի համաձայն ըլնի։ Լավ, որ համաձայն ես, բայց ես էլ համաձայն եմ, արի ընկերանանք։ Ընկերանում են, այստեղ բեռները բաց են թողում, իրար ապրանք համրում, հաշիվ անում, տղայի ապրանքը վաճառականի ապրանքից քիչ է դուրս գալիս։ Դրա համար տղեն դառնում է վաճառականի չարեկդարը, այսինքն թե ինչ որ աշխատեն, 4 բաժնից մեկը նրանը պիտի լինի։ Տղա, ասում է վաճառականը, բաս որ էտենց է, դու վեր առաջուց գնա Գյանջա, պատրաստություն տես, մինչև ես գամ։ Հրես քեզ նշան կտամ, ասում է, կտանես, կտաս կնկանս, կնիկս դու քանի բանալիքը կտա, կգնաս բաց կանես, ավլել կտաս, կմաքրես, որ ես գամ թե չէ հազիր ելնի, բերենք ապրանքը դարսոտենք, մեր բանին կենանք։ Լավ, ասում է տղան, կգնամ։ Վաճառականը նշանը տալիս է տղային, տղան վերցնում է դնում ծոցը, նստում ձին, յալլա դեպի Գյանջա։ Գնում, շատ ու քիչը ինքը գիտի, գնում է հասնում Գյանջա, գնում է սրան նրան հարցուփորձ անում, այսինչ վաճառականի տունը ո՞րն է, ասում է։ Հրես էս է, ասում են։ Տղան գնում է դուռը ծեծում, վաճառականի կինը դուրս է գալիս, տեսնում մի ջահել, սիրում, բոյով, բուսով տղա, հրեն այնտեղ կանգնած։ Կինը տղային տեսնելուն պես խելքամաղ է լինում, մնում։ Ում ես ուզում, հարցնում է կինը։ Այսինչ վաճառականի տունը էս է, հարցնում է։ Հա, էս է, ասում է կինը։ Խի որ։ Տղան նշանը ծոցից հանում է տալիս կնոջը ու մեկ-մեկ ասում, թե ինքը ով է, ինչ բանի համար է եկել։ Կինը, որ իմանում է բանն ինչումն է, տղային ուրախ-ուրախ կանչում է տանում տուն։ Այ դու բարով, 1000 բարին ես եկել, ասում է կինը։ Ամեն ճամփեդ սալամատ, ո՞նց ես, լավ ես։ Ախար ես մեռա քո ճամփեն պահելով, խի այսքան ետացար։ Տղան մնում է սառած, մտիկ անելով կնոջ երեսին։ Ախպեր, ասում է ինքն իրեն, էսով, էս կնիկը ով, որ այսքան հարցուփորձ է անում, խնդում, ծիծաղում, աշխարհքով մին ելնում։ Ճիշտ է, կնոջ միտքը ծուռն էր, համախեղճ տղան միամիտ, սիրտը մաքուր, նրան էնենց էր մտիկ տալիս, ոնց որ իր հարազատ քրոջը։ Կինը տեսնում է, որ սա իր ասածը չի, էլ ձեն ծպտուն չի հանում, ոխ է պահում իր մեջ, ասում. Թող մի մարդս գա, այն վաղտը ես գիտեմ, դու։ Գնում է խանութի բանալիքը բերում, տալիս տղային, տղան տանում է խանութը բաց անում, պուճախ լավ, սիրուն, ջրջրհանում, սրբում, պատրաստում։ Անց է կենում մի օր, 2 օր, 3 օր, վաճառականը գալիս է տեսնում խանութը սիրուն, ջրջրհանած, ավլած, ամեն բան իր տեղը սարքին, կարգին, ուրախանում է, աշխարհքով մին ելնում, որ այս տեսակ ղոչաղ տղա է ընկել ձեռը։ Բերում են երկուսով բեռները քանդում, ապրանքը լցնում խանութը, ոնց որ կարգն էր, դարսոտում են, իրենց առևտուրին, իրենց բանին կենում։ Անց է կենում մի առժամանակ, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, օրեն մի օր վաճառականի կինը կպչում է մարդու օձիքից։ Այ մարդ, ասում է, քեզ մի գաղտնիք պիտի ասեմ։ Ասա, ասում է, այ կնիկ, ասա տեսնեմ ինչ ես ասում։ Պիտի այդ տղին,
ասում է, հեռացնես, որ նրա երեսը էլ չտենամ։ Խի այ կնիկ, քեզ ինչ է արել, ասում է մարդը։ Բա չես ասի, ասում է, ասենց բան, ուզում էր իմ հալալը հարամի։ Նստում է մարդին մեկ-մեկ պատմում, մեկին երկու ավելացնում։ Ղորթ։ Բա ոնց անեմ, այ կնիկ, էս տեսակ աչքաբաց զուլում տղին ոնց դուրս անեմ, գիտես, էս մի քանի ամսում ինձ աշխարհքի խեր է տվել, բացի էդ ասում է, մի տարով եմ պայման դրել, որ դուրս էլ անեմ, պիտի սաղ տարվա հախը տամ։ Դու գիտես, այ մարդ, ասում է կնիկը, դուրս կանես, լավ, չես դուրս անի, ես գլուխս կառնեմ, մոտիցդ կկորչեմ։ Խեղճ մարդը մնացել էր 2 ջրի արանքին, չէր իմանում ինչ անի, ինչ չանի։ Տղային դուրս աներ, պիտի ամբողջ տարվա վարձը տար, դուրս չաներ, չէր լինի, կնոջ ձեռիցը չպիտի պրծներ։ Միտք է անում, վերջն ասում է. գուցե կարենամ այդ տղին մի կողմով կորցնեմ, կամ սպանել տամ, թե չէ էլ ուրիշ հնար չկա։ Այդ վաճառականը իրենց տանը մի փուռ ուներ։ Վեր է կենում գնում փռնչու մոտ, ասում. փռնչի, քեզ մի բան կասեմ, պիտի ականջանես։ Աչքիս վրա, աղա ջան, երկուսն ասա։ Ասում է փռնչին. էգուց առավոտ շուտ մեկին կղրկեմ մոտդ, կգա կհարցնի, թե աղաս ասում էր ինչ որ հրամայեցի, արեցիր թե չէ։ Էս որ կասի, էլ մտիկ չես տա, այն սհաթը վեր կունես, դրան սաղ կկոխես փուռը։ Լավ, ասում է փռնչին, դու ղրկիր, նրանից դենը ես գիտեմ։ Իրիկունը տղան խանութից գալիս է տուն, վաճառականը նրան, որ ասես բան չի ասում, իբր թե բանից տեղյակ չէ։ Կինը բերում է սեղան բացում, նստում են ուտում, կշտանում, հետո դեսից դենից ասում, խոսում են, զրից անում, մինչև քնելու ժամանակը։ Քնելու ժամանակը, որ գալիս է, վաճառականը տղային ասում է. էգուց առավոտ շուտ կգնաս մեր փռնչու մոտ։ Դուռը կծեծես, կհարցնես, աղես ինչ որ հրամայել է, արել ես, թե չէ։ Կասես ու կգնաս քո բանին։ Լավ, ասում է տղան, կգնամ, կասեմ։ Պարկում են քնում, տղան, որ բանից տեղյակ չէր, առավոտը շուտ վեր է կենում, շուրերը հագնում, երեսը լվանում, գնում փռնչու մոտ, որ վաճառական ինչ ապսպրել էր ասի։ Քարը վերցնում է, որ դուռը ծեծի, մին էլ տեսնում է ծնգ, եկեղեցու զանգերը տվին։ Իսկույն քարը ձեռիցը վեր է գցում, հոր խրատը միտն է ընկնում, ասում է, գնամ ժամ, կենամ մինչև ժամը դուրս գա, այն ժամանակ էլ փուռը բաց կնի, կգամ կասեմ։ Թողնում է գնում եկեղեցի։ Վաճառականի կինը առավոտը շուտ վեր է կենում, նոր շորերը հագնում, լավ սիրուն զուգվում, զարդարվում, աղոտ քանում, աղոտ գլխին խռով կենա, ասում, գնամ մի փռնչուն հարցնեմ, տեսնեմ մարդիս ասածը արել է, թե չէ։ Մի քանի անգամ ծունր է դնում, երեսին խաչ անում, դուրս գալիս գնում փռնչու մոտ, դուռը ծեծում։ Էդ ով է, ձեն է տալիս փռնչին։ Ես եմ, ասում է, դուռը բաց արա։ Փռնչին դուռը բաց է անում, տեսնում իր տիրոջ կինը։ Հա, հարցնում է կինը, աղ այդ քեզ բան էր հրամայել, արեցիր թե չէ։ Փռնչին էլ ձեն ծպտուն չի անում, իսկույն վեր է կենում, կնոջը սաղ կողում թեժ փուռը։ Խեղճը հենց իմանում է, թե աղեն դրա համար է պատվիրել, ով գիտի միտքի անում ինքն իրեն, գուցե մի մուխանաթություն է արել մարդուն, նա էլ ուզում է դրան կորցնի։ Եկեղեցուց դուրս է գալիս պրծնում տղան, գալիս է փռնչու մոտ։ Փռնչի ասում է, աղեր ինչ որ պատվիրել էր, արեցիր թե չէ։ Հա, ասում է փռնչին, արեցի։ Տղան թողնում է գալիս տուն, վաճառականին պատասխան տանում, թե փռնչուն ինչ որ հրամայված էր, արել է։ Ասում է, ետ գալիս գնում խանութը բաց անում, իր առևտուրին, իր բանին կենում։ Վաճառականը, որ տեսնում է տղան սաղ սալամատ ետ եկավ, տեղնուտեղը մատը կծում է։ Կա, չկա, ասում է, այստեղ մի բան կա։ Վեր է կենում, գալիս փռնչու մոտ։ Փռնչի, ասում է վաճառականը։ Էդ ում ես կոխել փուռը։ Աղա, ասում է փռնչին, դու չասեցիր առավոտը ով կգա մոտդ։ Ասենց կասի, վեր կունես կկոխես փուռը։ Առավոտը կնիկդ եկավ, ոնց որ ասել էիր, այնենց հարցրեց։ Ես էլ անսաս վեր կալա գցեցի թեժ փուռը։ Այ հարայ, ձեն է տալիս վաճառականը, քո տունը քանդվի, ոնց որ իմ տունը քանդեցիր թողիր։ Խեղճը շատ է գլխին տալիս, լաց լինում, համայելուր, բանը բանից անց էր կացել, թողում է փոր փոշման, դառը տխուր գալիս տուն։ Երիկունը տղան խանութից գալիս է տուն։ Տղա, ասում է վաճառականը, քեզ մի բան պիտի հարցնեմ, համա, որ դրուստը չես ասել, էլ ձեռիցս չես պրծնի։ Ասա, ասում է տղան, կասեմ, խի չեմ ասի։ Դու արի դրուստն ասա, քո ու կնկանը սարանքը ինչ է անցկացել,
Տղան առաջ չեմ ու չում է անում, չի ուզում խոսք բացի, մտածում է գուցե թաքցնի, համա որ տեսնում է, չէ, բանը ուրիշ տեսակ է, տերը ամեն բան գիտի, էլ չի կարողանում պահի, ասում է. Հալ, նաղլ, ասենց բան, նստում մեկ-մեկ պատվում է, ոնց որ ես ձեզ պատմեցի։ Լավ, ասում է վաճառականը, ես քեզ հավատում եմ, համա որ դու իմ կնկա կորչելու պատճառն էլ ար, սրանից դենը քո աշխատանքը ինձ հարամ է կացել, որ ոտից մինչև գլուխ ոսկի էլ դառնաս, ինձ պետք չես։ Հրես ասում է, էս քո ողջ տարվա թամամ հախը, ապրանքից էլ ինչ որ քեզ կհասնի, վեր կունես կգնաս քո երկիրը, Աստծոց քեզ էլ բարին տա, ինձ էլ։ Լավ, ասում է տղան, որ ուզում ես, տենց կանեմ։ Հաց են ուտում, պրծնում, պառկում են քնում։ Առավոտը լույսը բացվում է, թե չէ, տղան վեր է կենում գնում խանութ։ Դուռը բաց է անում, ապրանքից ինչ որ իրեն հասնում էր, 4-ից մեկը վերցնում է, նորից դուռը փակում, բերում բանալիքը տալիս վաճառականին։ Մնաս բարով անում, գալիս քրեդարներ բռնում, ապրանքը բարձել տալիս, ընկնում ճամփա, դեպի իրենց գյուղը։ Գալիս է, հենց էն է հասվեհաս է լինում, գյուղի մոտ մութը գետինը կողում է։ Քրեդարներ, ասում է տղան, բեռները վեր դրեք էստեղ, վրան խփենք, կենանք մինչև լուսանա, նոր վեր կենանք ճամփա ընկնենք։ Տնաշեն, ասում են քրեդարները, էլ էստեղ ինչ կա որ կենանք, հրեն գյուղը երևում է։ Չէ, որ չէ, ասում է տղան, հերս խրատ է տվել, որ գիշերը ճամփա չգնամ։ Ինչ անում չեն անում, չի լինում, տղան չի համաձայնում։ Դե նրանք էլ ինչ պիտի ասեին, բերում են բեռները իջեցնում, վրան խփում մնում։ Գիշերվա մի ժամանակ տղան վեր է կենում, ասում. Տենամ քրեդարները քնել են, թե չէ, հո գող հարամի չկա։ Բեռների 4 բոլորը ման է գալիս, էս կողմ գնում, էն կողմ գնում, մին էլ տեսնում է հերեն յուղից մի մարդ լապտերները ձեռին մի բան էլ ուսին, վազում է դեպի գերեզմանները։ Ասում է, արի հետևեմ տեսնեմ էս մարդը էս գիշերվա կեսին ուր է գնում։ Էդ օրն էլ այնպես մի զուլում մթնագիշեր է լինում, որ մատդ մարդու աչքը կողերից չեր իմանա։ Տեսնում է այդ մարդը գալիս հասնում է գերեզմաններին։ Այնտեղ դես է ընկնում, դեն է ընկնում, մի քար է գտնում։ Այդ քարը բարձրացնում է, բահով տակը փորում, ուսի բանը դնում փոսում, հորում, քարն էլ զգույշ գցում վրան, թողնում յուղի ճամփան բռնում, գնում։ Տղան էս որ տեսնում է, ուրախանում է, աշխարհքով մին լինում։ Ղեղջը հենց գիտեր, այն մարդը գանձ կամ ապրանք է բերել, մի քարի տակին հորել։ Ասում է գնամ կհարստանամ, մալը դովլաթի տեր կլնեմ։ Դես է մտիկ տալիս, դեն է մտիկ տալիս, տեսնում է քրեդարները այնենց խռմփալեն քնած են, որ ոտների ցբրներ դեն գցեիր չէին իմանա։ Նրանց թողնում է այնտեղ քնած, լապտերները վառում, կամած գնում դեպի գերեզմանները։ Ման է գալիս, այն քարը գտնում, զգույշ բարձրացնում է, տակը մի քիչ տեղ քանդում, այնտեղ պահված բանը հանում, դնում ուսին, բերում վրանը։ Վարդցյանը միշտ տեսնի, մի սիրուն, նախշուն, հուրի փերի աղջիկ, թագավորի աղջկան վայել շորեր հագին, վիրավորված, արյունաշաղախ, դաշույնն էլ կողքին դրած, ձեռը դնում է սրտին, տեսնում է, սիրտը խփում է, բաս լավ է, ասում է, դեռ սաղ է, շուտ սրան մի ճար անեմ։ Դե, քրեդարներին ինչ, նրանք իրենց քրեհի տերն էին, ձիերը բարձում են, ընկնում ճամփա, գալիս են, մի օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ, գալիս են հասնում մի ուրիշ քաղաք։ Այստեղ տղան իր ապրանքը բոլորը ծախում է, փող շինում, քրեդարների վարձը տալիս, ճամփա դնում, առանձին սենյակ վարձում ապրում։ Հետո այդ քաղաքում ինչքան հեքիմ կար, բոլորին էլ կանչում է, ինչ ուզեք կտամ, ասում է, միայն թե այս աղջկան մի ճար անեք։ Այդ հեքիմները խելքի են տալիս, դեղ ու դիր են անում, հայդես, հայդեն, գիշեր-ցերեկ չարչարվում են, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, կամած հիվանդը լավանում է, վեր կենում, ման գալիս, դառնում ոնց որ մորեն մեկ։ Հեքիմներին բոլ փող է տալիս, ճամփու դնում, գնում են։ Մինչև այդ տղան չէր իմանում այդ աղջիկն ով է, ով չի, ծնողներ ունի, չունի, կամ ոնց է պատահել, որ սրան վիրավորել են, բերել են գերեզմանակարի տակ դրել, թողել գնացել։ Որ լավանում է, պրծնում, նոր աղջկան հարցուփորձ է անում։ Աղջիկը նստում է մեկ տեղին պատմում իր գլխով անցկացածը։ Ես, ասում է, թագավորի աղջիկ եմ։ Հերս մի սարաֆ ուներ։ Այդ սարաֆի տղեն աչք էր դրել վրես, ուզում էր ինձ առնի։ Դես ընկավ, դեն ընկավ, մարդիկ մեջ գցեց, ինչ չարես չելավ, հերս համաձայն չեղավ։ Այդ օրվանից սարաֆի տղեն հետս ինադ ընկավ։ Օրեն մի օր
Իմ խարավուրվաշների հետ գնացել էի գեղից դուրս ման գալու։ Հենց գեղիցը մի քիչ հեռացանք, մին էլ էն տեսանք, մի քանի ձիավոր էին, էն կողմից դուրս եկան, ձիանոց գլուխը բաց թողեցին ու յալա դեպի մեզ։ Էս որ տեսան, խարավաշներս թողին փախան, ես մնացի մենակ։ Էդ ձիավորները եկան հասան, տեսա դրանցից մինը էն Սարաֆի տղեն է։ Ձիանոցից վեր եկան, ձեռը ոտս կապեցին, վեկալան տարան։ Ես ուշաթափ հելա մնացի, էլ միտս չի, ուր տարան, ինչ արին, ինչ չարին, մենակ էս է միտս, որ աչքս բաց արի, տեսա քո մոտ եմ։ Ղորդ ես ասում, աղջի, թե սուտ, հարցնում է տղան։ Ղորդ, բա որ է տենց է, դու իմն ես, ես քոնը, ասում է տղան։ Գնում է Եվրոպային տերտեր կանչում, տերտերը դրանց փսակում է, դառնում են մարդուկին։ Այդտեղ մի քանի ժամանակ մնում են, հետո միտք են անում, ասում են, վեր կենան գնանք մեր քաղաքը տեսնենք ինչ կա, ինչ չկա։ Համակ ընկա միտքն ուրիշ էր, նա ուզում էր Սարաֆի տղայից ողը հանի, որ սիրտը հովանար։ Պատրաստություն էր տեսնում, ինչ ունեին, կապոտում են, ընկնում ճամփա, դեպի իրենց քաղաքը։ Գալիս են, մի օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ հասնում են իրենց քաղաքը։ Այստեղ աղջկա ծնողներից թաքուն առանձին մի սենյակ են վարձում ապրում։ Անց է կենում միառժամանակ, տղայի ձեռքի փողը հատնում է, չի իմանում ինչ անի, ինչ չանի, ում դուրը գնա, մի քիչ փող ուզի, որ յոլա գնան։ Ասենց օրեն մի օր տղան դառը տխուր նստել էր մտքի հետ ընկել։ Այ մարդ, ասում է թագավորի աղջիկը, ինչ ես միտք անում, ասա տեսնեմ դարդդ ինչ է։ Խի ես այտենց դառը տխուր նստել, չլինի ձեռիդ ծախսի փողը պրծել է, դրա համար ես միտք անում։ Հա, ասում է, այ կնիկ, քեզանից պահեմ, ասանից ինչ պահեմ, ամեն ինչ վերջացել է, ոչ փող կա, ոչ բան, միտք եմ անում, թե մեր վերջը ինչ պտի լինի։ Թագավորի աղջիկը էս որ լսում է, Եվրոպային ձեռը տանում է մազերի միջից միակն է հանում, տալիս նրան։ Առ, ասում է, էսակը կտանես, բազար կտաս թագավորի Սարաֆի տղին, ինչ արժի կհարցնես, կասի 1200 մանետ, բաս որը տենց է կասես, 600 մանետ դուր, են 600-ն էլ քեզ փեշքեշ։ Սրանից բացի, ասում է, ով գիտե, եթե Սարաֆի տղեն քեզ կանչի ասի գնանք մեր տունը հյուր կգնաս, համա անենց կանես, որ էքսիորն էլ դու նրան բերես մեր տուն, իմացար։ Իմացա, ասում է տղան, ոնց որ ասեցիր ենենց էլ կանեմ։ Ակը ձեռիցն առնում է, վեր կենում գնում շուկա, դե շորը մորը փոխել էր, ուրիշ կերպարանք մտել, որ ասես մարդ չի ճանաչում նրան։ Տանում է ուղիղ թագավորի Սարաֆի տղայի մոտ, ակը հանում է ցույց տալիս։ Էսակն ինչ արժի, հարցնում է։ 1200 մանետ, ասում է Սարաֆի տղան։ Բաս որ է տենց է, ասում է, 600 մանետ տու, 600-ն էլ քեզ փեշքեշ, համաձայն ես։ Համաձայն եմ, ասում է Սարաֆի տղան։ Այն սհաթը ուրախ հանում է 600 մանեթը նախտ համրում, ակը ձեռիցն առնում, դեռ իր միջին էլ ծիծաղում նրա վրա, թե այս մարդը գիժ է, ինչ է, որ այս տեսակ թանկ ակը բերել է, կեսգին ծախում։ Իրիկունը, որ գալիս է տուն, հորը մեկ պատմում է, բա չես ասի, ասում է, այ հեր, ասենց բան, այսօր մի տղա բերեց 1200 մանեթանոց ակը 600-ով ծախեց, ես էլ առա։ Այ որդի, ասում է հայրը, բախի չէ իրեն տղին կանչում բերում տուն, որ լավ պատիվ տայինք, ընենց ճամփու դնեինք։ Որդի, դեռ հլա ջահել ես, չես իմանում, որ այդ տեսակներից մարդ տեղն ընկած վաղտը շատ խեր կտենա։ Լավ, այ հեր, ասում է, որ մին էլ ռազդ գա կբերեմ։ Անցնում է միառժամանակ, օրեն մի օր թագավորի աղջիկը տղային էլի ուղարկում է շուկա, ասում. Էս առ, էն առ, էս բեր, էն բեր։ Մի խոսքով, ինչ որ պետք էր, փող է տալիս, որ գնա առնի։ Այս տղան էլի շոյերը փոխում է, դուրս գալիս գնում շուկա, դես է ման գալիս, դեն է ման գալիս, ինչ որ կինը պատվիրել էր առնում է, թողնում գալիս տուն։ Ճամփին Սարաֆի տղան սրան պատահում է, ասում. Այ բարով, 1000 բարին, քեֆդ, հալդ ոնց ես, լավ ես։ Փառք Աստծո, ասում է, կանք էլի։ Ինչ կլինի, ասում է Սարաֆի տղան։ Արի այսօր գնանք մեր տուն, շատ ժամանակ է իրար չենք տեսել, դեսից դենից կխոսենք, սրից կանենք, մինչև օր է կմթնի էլի։ Լավ, ասում է Սարաֆի տղա, այսօր, որ ես ձեր տունը գամ, խոսք տալիս ես, որ էկուցել դու գաս մեր տուն։ Խոսք եմ տալիս, ասում է Սարաֆի տղան, դրուստ, բաս որ է տենց է, գնանք։ Վեր է կենում գալիս Սարաֆի տունը, գալիս են տուն, նստում են դեսից դենից խոսում, զրույց անում, մինչև ճաշի ժամանակը գալիս է, բերում են սեղան բացանում, նստում են հացի, Սարաֆի տղան իր հյուրին լավ պատիվ է ցույց տալիս,
ուտում են խմում, էնենց որ հալից ընկնում են, դե տղան էլ էդ հալին հովեր չէր կենա գնա իրենց տուն, հենց այդտեղ գիշերը մնում է առավոտը վեր է կենում Սարաֆի տղային ասում. Սարաֆի տղա, հիմա ինչ ես ասում, գալիս ես մեր տուն հյուր, թե չէ, գալիս եմ ասում է Սարաֆի տղեն, գնանք, վեր են կենում գալիս են տուն, թագավորի աղջիկը տղային տեսնելուն պես իսկույն ճանաչում է, գնում է թաքնվում ասում է վայ, թե ինձ տեսնի, բան կհասկանա, երկուսով նստում են ասում, խոսում զրույց անում, մինչ այդ թագավորի աղջիկը կերակուր է եփում, սեղան պատրաստում, տղան տանում է սփռոցը փռում, կերակուր ածում, բերում դնում իրենց առաջ, նստում են ուտում խմում քեֆ անում, ջան ասում, ջան լսում, մինչև կեսգիշեր, սրանք որ շատ խմում են, գինովնում, հենց տեղնուտեղը թեք են ընկնում, քնում, դե հո գինովը, հո մեռելը մեկ է, որ ոտից բռնես քաշտած չի իմանա, գիշերվա մի ժամանակ թագավորի աղջիկը վեր է կենում, են արյունոտ դաշույնը վերցնում, գնում Սարաֆի տղայի գլխավերևը կանգնում, տեսնում է խրմփալեն քնած է, դաշույնը որ չի կողում փորը, մի քանի անգամ է պտույտ տալիս, աղիք-մաղիք խառնում, տեղնուտեղը հոգին տալիս է, նոր մարդուն ոտում է վեր կացնում, մարդ վեր է կենում, տեսնում ինչ, Սարաֆի տղայի դիակը կողքին երկեն մեկնված արյունի մեջ կորած, այ կնիկ ասում է, էս ինչ զուլում բերիր մեր գլուխը, հիմի հո մենք հոգեց հոգի կորանք, բան չկա ասում է կինը, դրան տեղն է, ես հո վրեժս հանեցի, սրանից դենը ինչ ուզում է ելնի, մի շորի մեջ հետ դիակը կփաթաթես, ասում է, կտանես գերեզմանները ման կգաս, են գերեզմանակարը կգտնես, որտեղ ինձ բերել էին հորել տակը, լավ կքանդես, կդնես այնտեղ, կթողնես կգաս, մարդն էլ տեսնում է, որ հնար չկա, կնոջ ասածը պիտի անի, բերում է այդ դիակը մի շորի մեջ փաթաթում, դնում ուսին, տանում գերեզմանները, դեն ընկնում, ման գալիս, այն քարը գտնում, բարձրացնում, տակը քանդում, դիակը դնում այնտեղ, հողը վրա տալիս, քարը նորից գցում վրան, թողնում գալիս տուն։ Առավոտը լույսը բացվում է, թե չէ, կինն ասում է մարդուն. Այ մարդ, սրանից դենը էստեղ մնալը հարամ է, պետք է գլուխներս առնենք գնանք ուրիշ երկիր, թե չէ որ իմացան, բանը բացվեց, վայն եկել է մեզ տարել։ Կգնաս ասում է, ինձ համար մի ձեռք տղամարդի շոր կառնես, թուր, զենք, մի հատ էլ լավ քյահլան ձի, ճամփի համար ինչ պետք է կառնես, վեր կենանք գնանք Ստամբուլ, այնտեղ կենանք, տեսնենք վերջներս ինչ է ելնում։ Լավ այ կնիկ ասում է մարդը, թող է տենց լինի, գնամ առնեմ։ Այս մարդն էլ շոյերը փոխում է վեր կենում գնում շուկա, դես է ման գալիս, դեն է ման գալիս, կնկա համար մի լավ ձեռք տղամարդի շոր է առնում, զենք է առնում, երկու լավ ձի, թողնում գալիս է տուն։ Այդ գիշեր այդտեղ մնում են, ճամփի պատրաստություն տեսնում, ինչ ունեին բերում պատրաստում, առավոտը դեռ լուսնամութը չբաժանված, մարդ ու կնիկ վեր են կենում, ձիերը նստում ու գնում են մի օր, երկու օր, երեք օր, գալիս են մի չայիր չիման տեղ, մի աղբրի մոտ վեր գալիս, մի քիչ հանգստանում, որ հաց մաց ուտեն, նորից վեր կենան գնան իրենց ճամփեն։ Թագավորի աղջկա վրան էլ հալ չէր մնացել, բեզարել էր, թուլացել, մնացել, հաց որ ուտում են պրծնում, աղջիկը գլուխը դնում է տղայի ծնկանը, ասում, մի քիչ աչքս կպցնեմ հանգստանամ, տղան տեսնում է, որ քնում է, ինքն էլ իրա դարդի հետ ընկնում, հրես ասում է ինքն իրեն, ձեռներիս փողը պրծնում է, սրանից դենը ինչ պիտի անենք, կնիկս ասում է, այն անգամ, որ միակը տվեց տանեմ ծախեմ, իրա մազերի միջիցը հանեց, արի մի ման գամ, տեսնեմ նրանից էլ կա, թե հենց այն էր, որ տվեց, ականջ է դնում, տեսնում է խռմփալեն քնած է, զգույշ ձեռը տանում է մազերը, դես քրքրում, դեն քրքրում, միներ ինչ տեսնի, մի կարմիր մահուդի կտոր, վրան 7-8 ակը շարած, ինենց էլ մի շողշողում են, ֆրֆրահար գալիս, որ քիչ է մնում մարդի աչքը կուրացնեն։ Ես որ տեսնում է, նոր մի քիչ սիրտը հանգստանում է, տեղն ընկնում, քրտնած մատներով, որ բռնել էր ակները, մի քիչ սևացել էին, ասում է դնեմ արևը չորանա, վերցնեմ պահեմ, մահոդի կտորը վերցնում, դնում է արևը, որտեղից որտեղ մի ագռավ վեր է գալիս, հենց իմանում է միս է, մահոդի կտորը կծում, թռչում, տղան ընկնում է հետևից թըր, հա թըր, համայելուր, տարավ, շատ է գլխին վայ տալիս, լաց լինում, բայց էլ ինչ, բանը բանից անց էր կացել, մնում է շվարած, չի իմանում ինչ անի, ինչպես կնկա երեսին երևա, միտք է անում, վերջն ասում է, լավն է, գլուխս վերցնեմ գնամ մի տեղ աշխատանք անեմ, մի քիչ փող հավաքեմ, նոր այնտեղից գնամ Ստամբուլ, գիտեր, որ ետ ու առաջ թագավորի աղջիկն էլ կգա Ստամբուլ, ասում է, այնտեղ իրար կգտնենք,
Էս հենց էլ անում ես, գույշ կնոջ գլուխը ծնկան վրայից իջեցնում, դնում է գետնին, բերում է ձին, թամքում, նստում ու գնում։ Գնում է գնում, մի օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ, լույս է գնում, մութ է գնում, դուրս է գալիս Թիֆլիսա քաղաքը։ Էստեղ իր ձին, զենքերը բոլորը ծախում է, փող շինում, որ նրանով մի քանի օր ապրի, մինչև մի աշխատանք ճարելը։ Դես է ընկնում, դեն է ընկնում, սրան հարցնում, նրան հարցնում, վերջը մի հարուստ մարդու է հանդիպում։ Ախպեր հարցնում է այդ հարուստ մարդը. «Այգեպան չես ըլնի»։ «Խի չեմ ըլնի, աղա», ասում է տղան։ «Զաթի ես էլ գեղացի, ռանչպար մարդ, հենց էդ իմ սիրած փեշակն է»։ Խոսում են, պայման կապում, տարեկան 30 մանեթ, վրան էլ մի ձեռք շոր։ Էս մեր այգեպանը Թիֆլիսա քաղաքում մնում է, այդ հարուստ մարդու այգին մշակում, ժամանակին ջրում, քաղհանում, էտում, թաղում, բացում, գլուխներդ ինչ ցավացնեմ։ Այգում ինչ չարչարվում, իրիկուններ գալիս էր նրանց տան բանին հասնում, առաջները ծառայում։ Էնենց որ բոլորն էլ նրան շատ են սիրում։ Էսենց մի քանի տարի ապրում է սրանց մոտ։ Մի քիչ փող է աշխատում, վերջը միտք է անում, ասում, գնամ կնկանս Հավարին, աշխարհի աշխարհ, երկրի երկիր ման գամ, գուցե գտնեմ։ Այդ հարուստ մարդը շատ է խնդրում, թե մի տարի էլ կաց, մի գնա։ Չի լինում, ասում է. չեմ կարող, որ չեմ կարող։ Մուրազ ունեմ, պիտի գնամ։ Դե հարուստներ ինչ պիտի ասեր, տեսնում է, որ չի լինում, բերում է նրա փողը տալիս, մի ձեռք է լավ շորեր առնում, հագցնում, ճամփու դնում։ Այգեպանը հենց նոր էր ոտը շեմքից դուրս դրել, հարուստը ձեն է տալիս։ Տղա ասում է, մատիցս ընկել էր, մեր այգում է մի չոր բարդի կա, մի գնա կտրի, կոտորի, ցախարա լցրուսելը, բեր տուն, հետո գնում ես գնա, աստոց քեզ հետ։ Աչքիս վրա, աղա, ասում է այգեպանը։ Էստեղ ինչ կա, որ քո խաթրը կոտրեմ, այսօր չեմ գնա, էգուց կգնամ, մինչի։ Ետ է դառնում գալիս տուն, սայլ է լծում, կացինը վերցնում, պարանը գցում վրան, քշում դեպի այգին։ Մտնում է այգին, կացինը վերցնում, գնում տիրոջ բարդին կտրում, կոտորում, բարձում սայլը։ Հետո ուզում է ծառի մանրուքը հավաքի, տեսնում է, ագրավի տարած մահուդի կտորը, ակները բոլորը վրան, այդ մանրունքի մեջ։ Դու մի ասի, են ագրավի բույնը այդ բարդու ծայրին է եղել, մահոդի կտորը, որ կծել է, բերել է իր բույնը։ Փառքդ շատ ըլնի, ասում է, աստված, որ իմ ապրանքը նորից ինձ ղսմաթ արիր, այս անգամ պարզերես կգնամ կնկանս մոտ։ Ակները շորի մեջ պինդ փաթաթում է, գիշերն էլ ենտեղ մնում, նոր մյուս առավոտը ծեքին վեր է կենում, ուրախ ճամփա ընկնում դեպի Ստամբուլ։ Սրանք թողնենք, գանք լուր տանք թագավորի աղջկանից։ Թագավորի աղջիկն էլ, որ աչքը բաց է անում, տեսնում է ոչ ոք չկա, մարդու ձին էլ այնտեղ չի, նստում է հոնգուր լաց լինում։ Ձեռը տանում է մազերը, տեսնում է խճճված ու ակներն էլ միջին չեն։ Հեյ գիտի աչքացակ մարդ, ասում է, քնած վախտս ակները հանել է, գլուխը առել, փախել։ Վերջը մնում, ասում է, ով գիտե, գուցե մարդս գալիս է։ Սպասում է մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, վերջը այնքան մնում է, որ մութը գետինը կողում է, տեսնում է ոչ մարդ կա, ոչ բան, նոր վեր է կենում դառը տխուր, ձին նստում ընկնում ճամփա, գալիս հասնում է Ստամբուլ քաղաքը։ Ձեռին էլ շատից քչից փող է մնացած լինում, բերում է այստեղ այդ փողովը մի փուռ է բացանում, հաց ծախում, բացի դրանից մի հատ էլ քարվանսարայ է շինել տալիս, որ քաղաքում ինչքան քյասիբ, քյուսուբ, օտար մարդ լինի, գա այդտեղ ապաստան գտնի։ Գուցե, ասում է, այսպիսով կարենա մարդից գտնել։ Մեր այգեպանն էլ, որ մի քանի տարուց հետո ոտը դնում է Ստամբուլա քաղաքը, գնում է նրան հարցնում, թե այն տեսակ էժան քարվանսարա չեք իմանում, գնամ վեր գամ։ Հրեն ֆլան տեղը, ասում են, ֆլան մարդը ղարբանոց է շինել։ Քյասիբ, քյուսուբ, ղարիբ մարդիկ գնում են այնտեղ, կենում, ոչ փող են տալի, ոչ բան։ Ուզում ես դու էլ գնա։ Նա էլ այս տեսակ բանի էր ման գալիս, ուրախ վեր է կենում գնում, հարցնելով ման է գալի, այդ քարվանսարան գտնում։ Ղարիբ եմ, անճար եմ, ասում է այգեպանը, չի էլի մի տեղ տակ հանգստանամ։ Խի չի լինի, ասում են, բերում են սրան մի սենյակ տալիս, որ կենա։ Թագավորի աղջիկը սրան տեսնելուն պես իսկույն մատը կծում է, ինքն իրան ասում է, էս նա է, որ նա։ Համածանոթություն չի տալիս, ասում է, տեսնեմ սրա վերջը ինչ է լինում։ Տղան հովոր ասես չի ճանաչում կնոջը, հենց իմանում է իսկապես փռնչի է։ Սրանց թողնենք էստեղ գանք լուր, ումից տանք, սրանց երկրի թագավորից ու նրա սարաֆից։
որ լուր են բերում թագավորին, թե աղջկադ փախցրին, տարան, այն րոպեին թագավորը ձիավորներ է ղրկում, հետևներից որ գնան բռնեն ետ բերեն, համա մինչև գնալները նրանք իրենց ճամփան անցել էին, ձիավորները դատարկ ետ են դառնում գալիս, հետո թագավորը նորից մարդիկ է ղրկում իր երկրումը, էլտեղ չեն թողնում, ման են գալիս, սար, քար, քոլ ոտնատակ են տալիս, էլ մարդ չեն թողնում, հարցնում են աղջկանը չեն գտնում, այդպես էլ թագավորի սարավն է ման գալիս, դես է ընկնում, դեն է ընկնում, սրան նրան հարցնում, տղային չի գտնում, այն կորչեն էր որ կորավ, ոչ իզն է երևում, ոչ թոզը, անց է կենում այսպես մի տարի, 2 տարի, 3 տարի, 5 տարի, թագավորը շատ դես ու դեն է ընկնում, էլտեղ չի թողում, ման է գալիս, աղջկան չի կարողանում գտնի, օրեն մի օր կանչում է իր սարավին, աղբեր ասում է, ասենց բան չի լինի, իմ աղջիկն է ոտով գլխով կորել, քո էլ տղան, կա չկա մի բան կա, արի ասում է, երկուսով էլ շորներս փոխենք, աղքատի կերպարանք մտնենք, գնանք աշխարհի աշխարհ, երկրի երկիր ման գանք, բալի գտնենք բերենք, լավ ես ասում, թագավորն ապրած կենա, ասում է սարավը, գնանք, թագավորն ու սարավը խոսքները մեկ են անում, աղքատի շորեր հագնում, մի քանի տարվա պաշար վերցնում, ընկնում ճամփա, դես են գնում, դեն են գնում, այս քաղաքը, այն քաղաքը, էլտեղ չեն թողնում, տակն ու վրա են անում, չեն գտնում, վերջն ասում են, գնանք Ստամբուլա քաղաքը, մի այնտեղ էլ հարց ու փորձ անենք, տեսնենք, ճամփեքը ծռում են դեպի Ստամբուլ, գալիս են քաղաքի մեջ, սրան նրան հարցնում են, թե չեք իմանում այն տեսակ էժան քարվանսարա, գնանք վեր գանք, խի չենք իմանում ասում են, հրեն խստան տեղը, ֆլան մարդը ղարեբանոց է շինել, ով ասես գնում է վեր գալիս, ոչ փող է տալիս, ոչ բան, թագավորին ու սարավին բերում են այդ քարվանսարան, Ղարիբ ենք ասում են թագավորն ու սարավը, չի լինի մի տեղ տակ հանգստանանք, խի չի լինի ասում են, բերում են դրանց մի սենյակ տալիս, որ իրենց համար կենան, փռնջին թագավորին ու սարավին տեսնելուն պես իսկույն ճանաչում է, համա որ ասես ձեն ծպտուն չի հանում, ասում է տեսնեմ սրա վերջը ինչ է լինելու, թագավորն ու սարավը որ ասես փռնջուն չեն ճանաչում, դե ախր որտեղից որտեղ ու մտքով կանցկենար, որ թագավորի աղջիկը կգար Ստամբուլ, փռնջու շոր կմտներ, քարվանսարա բաց կաներ, նրանց կհանդիպեր, անց է կենում այսպես մի օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ, օրերից մի օր փռնջին բերում է հյուրասիրություն սարքում, թագավորին, սարավին ու այգեպանին կանչում հյուր, դե նրանք էլ ինչ պիտի ասեին, ուրախ վեր են կենում, գալիս, փռնջին այս երեքին էնենց մի լավ քեֆ, էնենց մի լավ ուրախություն է ցույց տալիս, որ էլ ասել չի ուզի, գլուխները մի լավ տաքացնում է գինուց, փռնջին խոսք է բացում, ինչ մարդ եք հարցնում է, ինչ բանի համար եք եկել էստեղ, թագավորն ու սարավը պատասխան չեն տալիս, մնում են իրար երեսի մտիկ անելով, այգեպանը որ տեսնում է սուս է նայել, վեր է կենում մեկ-մեկ իր գլխովն անցկացածը պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի, ասում է, ասենց բան, այսքան ժամանակ էլ ես աշխարհքի աշխարհ, երկրի երկիր եմ ընկել, իմ կնկա հավարին եմ ման գալիս, թագավորը այս որ լսում է, թե չի այն կողմից ձեն է տալիս, տղա ասում է, այն թագավորը հենց ես եմ, որ կամ, բաց որ է տենց է ասում է, հախնհախ, իմ աղջիկը, ես քեզանից կուզեմ, էլի դու խաբար կնես նրանից, մարդ չէ, ես էլ թագավորի սարավն եմ, ձեն է տալիս այն մյուս կողմից սարավը, ես էլ իմ տղին կուզեմ քեզանից, նոր այստեղ փռնջին, թագավորի աղջիկը, մեջ է ընկնում, թագավորի սարավ ասում է փռնջին, դու քո տղեն ես ուզում, այն ինչ չի, հա ասում է սարավը, տղեդ ինչ արել են, ասում է փռնջին, տեղն է, խի էր ուզում թագավորի աղջկանը սպանի, քո վերջն են փորձանքը իր գլուխը կգար, այդ արդար դատաստան է ասում է, թագավորն ապրած կենա, դու էլ քո աղջկան ես ուզում, այն ինչ չի, հա ասում է թագավորը, կաց, ասում է գնամ բերեմ, գնում է իր սենյակը, փռնջու շորերը հանում, աղջկա շորեր հագնում, գլուխը կապում, կոկվում, զուգվում, զարդարվում, գալիս այնտեղ կանգնում, աղջկանը տեսնելուն պես թագավորը մի կողմից, տղան մի կողմից, վազում են փաթաթվում վզովը, ուրախությունից լաց լինում, նոր նստում են նորից քեֆ, ուրախություն, մինչև լուսաբաց ուտում, խմում, ջան ասում, ջան լսում, իրար գլխով անցկացածը պատմում, հին դարմանը քամուն տալիս, դեսից դենից զրուցում, մի քանի օր էլ մնում են Ստամբուլում, նոր այստեղ ինչ ունեին, հավաքում են, կապոտում,
Քոչ ու բարխանա անում, պատրաստություն տեսնում, չորսով ընկնում ճամփա դեպի իրենց երկիրը։ Գալիս են շատ ու քիչը իրեն գիտեն, հասնում են իրենց երկիրը։ Նոր այստեղ թագավորը բերում է իր աղջկան նորից նշան դնում, պսակում տղայի հետ։ 7 օր 7 գիշեր հարսանիք են անում, ինչ քեֆ, ինչ ուրախություն, ինչ դափ ու զուռնա, ու էլ հաշիվ ու համար չկար։ Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։